Միացյալ Նահանգների պետքարտուղարը հայտարարել է, որ Իսրայելը ամերիկյան գործողությունների արդյունքում Իրանը սպառել է հրթիռային ներուժի մոտավորապես կեսը։ Մարկո Ռուբիոյի խոսքով Իսլամական Հանրապետությունը զրկվել է նաև արտադրական կարողություններից։ Նա կարծիք է հայտնել, որ Թեհրանն այժմ փորձում է ժամանակ շահել բանակցություններում։ Պետքարտուղարը նշել է, որ իրանցիները փորձառու եւ հմուտ բանակցողներ են, ուստի Վաշինգտոնը պետք է չափազանց զգույշ գործի։ Ցանկացած հնարավոր համաձայնագիր պետք է երաշխավորի, որ Իրանը միջուկային զենք չի ունենալու, հավելել է Ռուբիոն։ Սպիտակ տունն էլ կրկնել է, որ ամերիկյան կողմն ունի բոլոր խաղաքարտերը եւ կընդունի միայն այնպիսի գործարք, որը կբխի ամերիկացիների շահերից։ Իրանից արձագանքում են, բանակցությունների հարցն օրակարգում է։ Արտգործնախարար Աբբաս Արաղչին պնդել է, որ Դոնալդ Թրամփն է խնդրում բանակցություններ անցկացնել։ Նրա խոսքով ԱՄՆ-ին չի հաջողվել հասնել իր նպատակներին։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ չնայած հայտարարված հրադադարին ապրիլի 27-ին երկրի հարավում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ, վիրավորվել ավելի քան 50-ը։ Էսկալացիայի նոր ալիքի ֆոնին Լիբանանում զոհերի ընդհանուր թիվը հատում է 2500-ը։ Սահալի տվյալով Լիբանանի հարավում ռազմական գործողությունների արդյունքում չեզոքացրել են Հեզբոլլահի շուրջ 1000 թիրախ եւ հարյուրավոր զենք զինամթերք։ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Հեզբոլլահի առաջնորդ Նաիմ Քասեմը կրակի հետ է խաղում եւ այդ կրակը կարող է վտանգել Լիբանանի ապագան։ Իսրայել կացը Լիբանանում ՄԱԿ-ի բանագնացի հետ հանդիպմանը նախազգուշացրել է, թույլ չեն տա, որ հրադադարի ռեժիմն օգտագործվի Իսրայելի դեմ։ Նա կոչ է արել Լիբանանի իշխանությանը վճռական քայլեր ձեռնարկել Հեզբոլլահի դեմ։ Իսրայելի վարչապետն էլ հայտարարել է, որ լիբանանյան շարժման կողմից երկու հիմնական սպառնալիք կա՝ հրթիռները եւ ԱԹՍ-ները։ Մենք լուրջ տեխնոլոգիական ջանքեր ենք գործադրում այդ խնդիրները լուծելու համար։ Արդյունքում պետք է հասնենք Հեզբոլլահի զինաթափմանը, շեշտել է Բենյամին Նեթանյահուն։ Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքի նավթավերամշակման գործարանը կրկին ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման։ Օբյեկտում հրդեհ է բռնկվել, հրշեջ ծառայության լրացուցիչ ուժեր են ուղարկվել։ Տեղական իշխանության տվյալով տուժածներ չկան, սակայն անվտանգային նկատառումներով տարհանում է հայտարարվել։ Ապրիլի սկզբին Տուապսեի նավահանգիստը 2 անգամ թիրախավորվել էր, ինչի հետևանքով հրդեհվել էր նավթային տերմինալը։ Կրակը չէր հաջողվում մարել մի քանի օր։ Տեղի ունեցածի ֆոնին նավթային անձրևներ են տեղացել, զգալիորեն վատթարացել է օդի որակը։ Ռուսաստանի հայտնել է, որ գիշերը բացի Կրասնոդարի երկրամասից թիրախում են եղել նաև Աստրախանի, Վոլգոգրադի, Ռոստովի եւ Կուրսկի մարզերը, ինչպես նաև Ղրիմը։ Խոցվել է ուկրաինական 186 անօդաչու թռչող սարք, Բելգորոդում էլ 3 մարդ է զոհվել։ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը եւ թագուհի Կամիլան մեկնել են Միացյալ Նահանգներ, նրանց ընդունել է Դոնալդ Թրամփը։ Սա բրիտանացի միապետի առաջին այցն է Վաշինգտոն 2007 թվականից ի վեր։ Արևմտյան զլմները գրում են, որ Չարլզ III-ի այցը տեղի է ունենում ԱՄՆ Մեծ Բրիտանիա հարաբերություններում լուրջ ճգնաժամի ֆոնին։ Ավելի վաղ Թրամփը BBC-ի հետ զրույցում հույս էր հայտնել, որ թագավորի հետ հանդիպումը կարող է նպաստել երկկողմ հարաբերությունների բարելավմանը։ Թագավորական ընտանիքը Միացյալ Նահանգներում կլինի մինչև ապրիլի 30-ը եւ ի թիվս պաշտոնական հանդիպումների կմասնակցի նախագահի եւ նրա կնոջ Մելանիա Թրամփի կազմակերպած թեյախմությանը։ Ակնկալվում է, որ Չարլզ III-ը ելույթ կունենա կոնգրեսում, ինչից հետո կմեկնի Նյու Յորք մասնակցելու սեպտեմբերի 11-ի իրադարձություններին նվիրված միջոցառմանը։ Վաշինգտոնի դաշնային դատարանը մեղադրանք է առաջադրել Քոուլ Թոմաս Ալենին, որը կասկածվում է Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ կրակոցներ արձակելու համար։ Հիշեցնենք, որ ընթրիքին ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նախագահ Դոնալդ Թրամփը եւ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Դատախազությունը ներկայացրել է մի շարք մեղադրանքներ, այդ թվում ԱՄՆ նախագահի դեմ սպանության փորձ, բռնի գործողությունների կատարման ժամանակ հրազենի օգտագործում եւ ծանր հանցագործություն կատարելու նպատակով հրազենի տեղափոխում։ Դատախազ Ջոսլին Բալանտինը հայտարարել է, որ Վաշինգտոն հասնելու համար հրաձիգը մի քանի նահանգով է անցել։ Ալենի գործով նախնական լսումները տեղի կունենան մայիսի 11-ին։ Նա չի ընդունում իր մեղքը։ Լուրեր են շրջանառվում, որ Քոուլ Թոմաս Ալենին սպառնում է ցմահ ազատազրկում։ Դիանա Գասպարյան, լուրեր։